Այս թութուշնա, այն նուշիկնա, այն նախշուննա, այդ խուճուճնա, այն կառանա, այն չալոնա, այն մարոնա, այն սևոնա, այն պեծոնա, այն կարմրուկը, թութուշը։ Մենք հիմա ծովի մակերեսից 1900-ից 2000 մետր բարձրության վրա ենք։ Այս տեղանք կոչվում է Պուշկինի լեռնանցք։ Նախկինում եղել է Բազումի լեռնանցք կամ Դվալի գլուխ։ Հետո դարձել է Պուշկինի լեռնանցք։ Ինչի Պուշկինի լեռնանցք։ 1829 թվականին, եթե չեմ սխալվում տարեթիվով, 1829 թվականին Պուշկինը գնում էր Էրզրում։ Իր կյանքի ամենաերկար ճամփորդությունն էր։ Ու երբ որ թունելը այն ժամանակ չկար, Ստեփանավանի թունելի մասնախոսքը չկար, ճանապարհը անցնում էր այսպես, Բազումի լեռնանցքով։ Այն վայրում տնակ կա տեղադրած, տնակից ներքև։ Պուշկինը հանդիպում է երկու սայլապանի, ովքեր տանում էին սայլը, ուղեկցում էին ու հարցում ասում է ում եք տանում, տեսնում է որ այնտեղ պարկած մարդ կա։ Ասում են գրիբայետ կակոյտ, ասում են ինչ որ սնկակերի ենք տանում, բայց Պուշկինը անմիջապես հասկանում է ում մասնախոսքը, ինքը չգիտեր որ գրիբայեդին սպանել են Պարսկաստան։ Սպիտակ սավանա բարձրացնում է, տեսնում է մահացած գրիբայեդին։ Մեծ ողբերգություն է ապրում ու այս լեռնաշղթան, այս լեռները, լեռնանցքը կոչվում է Պուշկինի անվան։ Հեռանկարներ կան, բազմաթիվ հեռանկարներ կան այս տեղի հետ կապված։ Մի հետաքրքիր համալիր պիտի դառնա այս տարածքը, ուղղակի ամեն տարի հետաձգվում է դա, կապված է ֆինանսների բացակայության կամ քիչ լինելու հետ։ Այստեղ ուղղակի հրաշք, ամեն անգամ երբ որ ձմռանը չեմ գալիս, հետո գարուն առաջի անգամ բարձրանում եմ այստեղ, կանգնում եմ այս սարին, այս տեսարանը նայում եմ, բարձրանում եմ վերևի, այնտեղ ժայռ կա։ Բարձրանում եմ ժայռի գլուխ ու գոռում էհեհեհեհեյ, ձայնս գնում, սարերով պտտվում, արձագանքով գալիս, հասնում է ինձ ոնց որ ամեն անգամ նորից վերածնվեմ, այդ զգացողությունն է իմ մոտ։ Այս մեր ոլորի Վարսակի դաշտն է, սա մի քիչ յուրահատուկ է, մնացած դաշտերից տարբերվում է, այստեղ ես օրգանական տնտեսություն եմ վարում, կոնկրետ այս հողը, որտեղ ցանված է, հիմա այստեղ ունենք Վարսակ խառը առվույտով, միայն ոլոր օրգանական եւ ոլոր Վարսակ ենթացանքով։ Բոլոր տեխնիկական միջոցները եւ կիրառվող միջոցները օրգանական են։ Հիմա գնում ենք սերտիֆիկացման։ Արդեն առաջին տարին անցել ենք, մյուս տարի արդեն կունենանք օրգանական սերտիֆիկատ։ Կիրառում ենք միայն օրգանական պարտանյութեր, միայն օրգանական միջոցներ, քիմիական որևէ ներգործություն չկա եւ պարտադիր ցանքաշրջանառություն ենք ապահովում։ Մի խոսքով այն բոլոր պահանջները, ինչը որ պահանջում է օրգանական արտադրությունը։ Լավ ժամանակին ցանել ենք, հասցրել ենք ժամանակին ցանենք, շատ լավ էլ դուրս է եկել, շատ հավանում եմ, շատ լավ ցանք ա եղել։ Եթե տարին էլ նպաստավոր եղավ, շատ լավ բերք ենք ունենալու։ Ընդհանուր դաշտակտորը 9 հեկտար է, որից 2 հեկտար հիմա մշակված է Վարսակը, ոլորը եւ առվույտը։ Դրա շարունակությունը արդեն առվույտ է։ Ամբողջը առայժմ ներքին սպառում է, մեր ֆերմայի համար ներքին սպառման է գնում։ Ոլորի ցուցանիշը ուզում եմ արտադրական ցուցանիշները, ծավալները բարձրացնեմ։ Հենց ոլորինը բարձրացրեցի ու հասա մի որոշակի աստիճան, արդեն ինքը գնալու է վաճառք։ Երբ որ առաջին անգամ դիմեցի օրգանական սերտիֆիկացման ընկերությանը, օրգանական գյուղատնտեսություն սկսելու համար, ինձ հարցրեցին, ասեցին, իսկ ինչի ես ուզում սերտիֆիկացնես օրգանական, ավելի թանկ վաճառելու համար, ասեցի չէ։ Ես ուղղակի հենց այդպես օրգանական արդեն քանի տարի արտադրում եմ
ու ուզում եմ, որ սերտիֆիկատով ապացուցված լինի, որ ես օրգանական եմ արտադրում։ Օրգանական գյուղատնտեսության դեպքում առաջինը պետքա պայքարել մոլախոտերի դեմ ոչ քիմիական միջոցներով, բայց անպայման պայքարել։ Տեխնիկական միջոցներ կան, բույսերի հերթականության միջոցը կա եւ կիրառել ոչ քիմիական, այսինքն օրգանական նյութեր։ Եթե այս ամեն ինչը կարողանում ենք պահել, մենք ունենում ենք օրգանական գյուղատնտեսություն, որը հիմա այստեղ մենք տեսնում ենք։ Այս ընդհանուր կոնցեպտը, որ կա, իմ հեղինակացն է, Հայաստանում ու գուցե նաև աշխարհում, չգիտեմ, աշխարհի փորձ չեմ ուսումնասիրել, Հայաստանում բացառիկ է, աննախադեպ է, նախադեպը առայժմ չունի։ Ինչ է ինքը ենթադրում։ Ինքը փակ տնտեսական շղթա է, ցիկլ է, որով գոմաղբից ստանում ենք բիոգազ, բիոգազը վեր ենք ածում ջերմային էներգիայի, ջերմային էներգիայի ազդեցության եւ լույսի ազդեցության տակ աճեցնում ենք անասնակեր, հիդրոպոնիկ, անասնակերով կերակրում ենք կենդանիներին, որից նրանք տալիս են բարձրանում է կաթնատվությունը, մթերատվությունը եւ նորից արտադրվում է գոմաղբ, այսինքն բիոգազի հումք։ Ու այս ցիկլը անընդհատ պատտվում է իր հետևից թողնելով բավականին բնապահպանական էֆեկտներ, բավականին տնտեսական էֆեկտներ։ Այս բիոգազի կայանն է, սա կոնկրետ բիոգազի կայանի մի մասն է, ռեակտորն է, որը 30 խորանարդ մետրանոց, այսինքն ինքը օրական 30 խորանարդ մետր գազ կարողանում է ապահովել։ Եթե ցուցանիշները բավականին լավ պահենք, գուցե նաև դրանից ավելը հասնենք, բայց դեռ այդ ցուցանիշին չենք հասել, էլի փորձարկումները քիչ են եղել, այդ ցուցանիշին չենք հասել։ Սա կոնկրետ 30 խորանարդ մետրանոց է։ Սկզբից ամենասկզբից հիմնեցինք ջերմոցը, շինարարական աշխատանքները ահագին երկար տևեց։ Մենք նախատեսում էինք, որ ամբողջ ձմեռ պիտի աշխատենք, բայց ձմռան ավարտ, գարնան սկիզբ նոր աշխատանքները հասցրեցինք ավարտել։ Ջերմոցի շինարարությունը առաջինը վերջացրինք, հետո զուգահեռ մնացած շինարարություններն էլ էինք սկսել, բայց առաջինը ավարտեցինք սա։ Հիմա չի երևում, բայց վառվում է, կարակ վերները դնեք, նայեք։ Ես որ փոքր էի, մերոնք բիոգազի փոքր սարք ունեին մեր հայաթում դրած ու ես որ փոքր ժամանակ դրա շուրջը խաղում էի, ասում էի ես պետք է մեծանամ, սրա մեծը սարքեմ, մեծանամ, սրա մեծը սարքեմ։ Ու վերջապես այսօր մեծացել եմ ու այդ մեծը սարքել եմ։ 30 խորանարդ մետրանոց մենք արդեն ունենք, որը այրվում է, ճիշտ է հիմա չի երևում, բայց այրվում է։ Հիմա փորձնական սուրճ կհյուրասիրեմ, որը պատրաստվելու է բիոգազի վրա։ Սրանք արդեն հիդրոպոնիկ կերի աճեցման համակարգերն են, սա ջրի համակարգն է, այստեղով ինքը ջուրը անընդհատ հոսում է եւ ապահովում է կերին անընդհատ թարմ ջրով։ Ինչպես է աշխատում համակարգը, հիդրոպոնիկ համակարգը։ Դարակաշարերի մեջ լցվում է արդեն վարակազերծված ցորենի հատիկները, մշակված ցորենի հատիկները թրջված, հավասարաչափ լցվում է դարակների մեջ, ջուրը անընդհատ հոսում է, պահում է իրեն խոնավ, ապահովում ենք որոշակի ջերմաստիճան եւ լուսային միջավայր եւ ունենում ենք մեզ անհրաժեշտ արդեն հիդրոպոնիկ անասնակերը։ Այս ամեն ինչի գաղափարը չնայած իմն է, բայց ես կարծում եմ, ես ինքս մենակ չէի կարող այս ամեն ինչը գլուխ բերել, եթե ինձ հետ չլիներ Եվրամիությունը, կանաչ արահետը եւ վրացական սենը։ Իմ առանձնահատուկ մեծ շնորհակալությունն եմ հայտնում հատկապես կանաչ արահետ Green Lane հասարակական կազմակերպությանը, առանց ում ուղղակի այս ամեն ինչը գուցե կամ չլիներ կամ շատ տարիներ հետո լիներ։ Որ գյուղատնտեսության մեջ շատ պրոյեկտներ եմ անում, տարբեր, չգիտեմ, բիոգազը, ջերմոցը, օրգանականը, միշտ հարցնում են, ասում են կրթությամբ գյուղատնտես ես, ագրոնոմ ես, ասում եմ չէ, ընդհակառակը, ասում են այսինքն ոնց ընդհակառակը, ասում եմ իրավաբան եմ, ընդհանրապես գյուղատնտեսության հետ կապ չունեցող մասնագիտություն։
Երբ դպրոցական տարիներին լավ եմ սովորել, համալսարանն էլ գերազանցությամբ եմ ավարտել, բոլոր տեղերը այդպես ինձ գերազանցությամբ եմ դրսևորել, այսպես ասած։ 2010 թվականին ավարտել եմ Գյուլագարակի միջնակարգ դպրոցը, դրանից հետո ընդունվել եմ Վանաձորի պետական համալսարանի իրավագիտության բաժինը, որն ավարտել եմ 2016 թվականին։ Այդ ընթացքում 2 տարի անց եմ կացրել զինված ուժերում, որպես ժամկետային զինծառայող։ 2016 թվականին ավարտելուց անմիջապես հետո ընդունվել եմ հարկային տեսչությունում որպես իրավաբան, դրանից հետո տեղափոխել են ինձ Երևան որպես ավագ իրավաբան ՊԵԿ-ում, որից հետո հասկացա, որ իմ արմատներն էստեղ են ու այս հողը ինձ ձգում է։ Ես ուզում եմ անպայման հետ գամ ու լինեմ այստեղ։ Վճռական որոշեցի, վերադարձա ու սկսեցի զբաղվել այն ամենով, ինչով հիմա զբաղվում եմ՝ տուրիզմ, գյուղատնտեսություն եւ նաեւ զուգահեռ իմ մասնագիտական իրավաբանություն։ Շատ ժամանակ զարմանում են, թե ես ոնց եմ կարողանում այդ բոլորը համատեղել։ Երբեմն նույնիսկ ես եմ զարմանում, թե ոնց եմ համատեղում, բայց համատեղում եմ, որտեվ զուգահեռաբար բոլորն էլ ինձ դուր են գալիս այդ մասնագիտությունները ու բոլորով էլ սիրով զբաղվում եմ։ Երևանից վերադառնալուց հետո ամուսնացա, ունենք 1 դուստր, Անահիտ ունենք, էլի շատ բալիկներ ենք ուզում ունենալ ու շենացնել մեր գյուղը, մեր հայրենիքը, մեր տունը, այն ինչ որ մենք ունենք, պահենք, պահպանենք ու անպայման սերունդներին փոխանցենք ավելի լավը։ Դա ուղղակի պարտք է, յուրաքանչյուր հայի պարտքն է եկող սերունդին հասցնել ավելի լավը, քան դու ստացել ես։ Մենք միայն այդպես կարող ենք, մեր նավը միայն այդպես կարող է հասնել ափ, այլապես մենք կխորտակվենք։